Ողջույն սիրելի հետևորդներ։ Երբևէ մտածել եք ինչու են նույն Հիսուսին հանդիպելով մեկը փոխվում է, մյուսը կարծրանում։ Մեկը երկրպագում է, մյուսը ծրագրում սպանել։ Մեկը տալիս է իր ամենաթանկը, մյուսը դժգոհում ու քննադատում։ Հովհաննեսի ավետարանի այսօրվա հատվածը ցնցող է։ Միևնույն սեղանի շուրջ նստած են մարդիկ, բոլորովին տարբեր սրտեր ունեն։ Եվ ամենազարմանալին սա է, այսօր էլ նույնն է, նույն եկեղեցում, նույն քարոզը լսելով, նույն ավետարանը կարդալով, մարդիկ տարբեր ձևով են արձագանքում Քրիստոսին։ Այսօր միասին մտնելու ենք Հովհաննեսի ավետարանի 11-րդ գլխի վերջը եւ 12-րդ գլխի սկզբի հատվածի խորքը։ Գուցե սա ամենակարևոր հարցը լինի, իսկ ես ինչպես եմ արձագանքում Հիսուսին։ Հրեաների զատիկը մոտենում էր։ Այդ գավառի շատերը զատկի առաջ բարձրացան Երուսաղեմ, որպեսզի իրենց մաքրության ծեսը կատարեն։ Հիսուսին փնտրում էին եւ մինչ տաճարի մեջ էին, միմյանց ասում էին. «Ձեզ ինչպես է թվում, արդյոք այս տոնին չի գա»։ Քահանայապետներն ու փարիսեցիները հրահանգել էին, որ եթե մեկն իմանա նրա տեղը, հայտնի, որպեսզի նրան ձերբակալեն։ Իսկ Հիսուսը զատկից 6 օր առաջ եկավ Բեթանիա, որտեղ ապրում էր Ղազարոսը եւ որին մեռելներից հարություն էր տվել։ Այնտեղ Հիսուսին ընթրիք տվեցին։ Սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մեկն էր։ Իսկ Մարիամը մի լիտր ազնիվ նարդոսի թանկարժեք յուղ վերցնելով օծեց Հիսուսի ոտքերը եւ իր մազերով սրբում էր նրա ոտքերը։ Տունը լցվեց յուղի բուրմունքով։ Աշակերտներից մեկը, Հուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց. «Ինչու այդ յուղը չվաճառվեց 300 արծաթ դահականի եւ չտրվեց աղքատներին»։ Այս ասաց ոչ թե նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետև գող էր եւ գանձարկղն ինքն էր պահում, եւ ինչ որ այնտեղ դրվում էր, ինքն էր վերցնում։ Հիսուսն ասաց. «Հանգիստ թողեք նրան, ինչ որ անում է, իմ թաղման օրվա համար է անում։ Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, ինձ միշտ չէ, որ ունենա ձեզ հետ»։ Երբ հրեաներից շատերն իմացան, որ նա այնտեղ է, եկան ոչ միայն Հիսուսի պատճառով, այլ որպեսզի տեսնեն նաև Ղազարոսին, որին մեռելներից հարություն էր տվել։ Քահանայապետները որոշեցին Ղազարոսին էլ սպանել, քանի որ շատերը հեռանում էին հրեաներից ու հավատում Հիսուսն էր։ Ամեն։ Մարդիկ փնտրում էին Հիսուսին։ Պասեքի տոհներ մոտենում։ Երուսաղեմը լի էր մարդկանցով։ Եվ հատվածն ասում է. մարդիկ փնտրում էին Հիսուսին։ Սա շատ հետաքրքիր պատկեր է։ Այսօր էլ մարդիկ փնտրում են խաղաղություն, իմաստ կյանքում, հույս, բուժում, բժշկություն, սեր, բայց հաճախ փնտրում են ամեն տեղ, բացի Քրիստոսից։ Սոցցանցերում, փողի մեջ, հաճույքների մեջ, ինքնազարգացման նյութերի մեջ, բայց ներսի դատարկությունը մնում է։ Մարդու սիրտը չի հանգստանում, մինչև չհանդիպի Աստծուն։ Մի փորձիր հոգևոր դատարկությունը լցնել միայն աշխարհիկ բաներով։ Քահանայապետներն ու փարիսեցիները հրաման էին տվել, եթե որևէ մեկը գիտի, թե որտեղ է Հիսուսը, թող հայտնի։ Նրանք ուզում էին բռնել նրան։ Նույն Հիսուսը մի սրտի համար փրկություն է, մյուսի համար սպառնալիք։ Ինչու՞։ Որովհետև Քրիստոսը բացահայտում է մարդու իրական վիճակը։ Այսօր էլ մարդիկ հաճախ սիրում են հարմար հավատք։ Հավատք առանց ապաշխարության, հավատք առանց փոփոխության, հավատք առանց զոհողության։ Բայց իրական Քրիստոսը փոխում է կյանքը, եւ դա բոլորին դուր չի գալիս։ Թույլ տուր, որ Քրիստոսը ոչ միայն մխիթարի քեզ, այլ նաև փոխի քեզ։ Հիսուս գալիս է Բեթանիա, այն տունը, որտեղ ապրում էին Ղազարոսը, Մարթան, Մարիամը։ Սա շատ ընտանեկան ջերմ պատկեր է։ Քրիստոսը միայն տաճարների Աստվածը չէ։ Նա ուզում է մտնել քո տունը, քո առօրյա, քո ընտանիքը։
Թող հավատքը մնա ոչ միայն եկեղեցում, այլ մտնի տուն, հարաբերություններ եւ առօրյա կյանք։ Մարիամը լցնում է թանկարժեք նարդոսի յուղը եւ օծում Հիսուսի ոտքերը։ Տունը լցվում է բուրմունքով։ Սա պարզապես գեղեցիկ ժեստ չէր, սա սիրո արտահայտություն էր։ Մարիամը տվեց իր ամենաթանկը։ Այսօր մարդիկ հաճախ ուզում են ամենաքիչը տալ Աստծուն։ Քիչ ժամանակ, քիչ ուշադրություն, եթե ժամանակ մնա աղոթք, բայց սերը միշտ զոհողություն ունի։ Հարցրու քեզ. ի՞նչն է իմ կյանքի ամենաթանկ բանը, որ դեռ չեմ հանձնել Աստծուն։ Հուդա Իսկարիովտացին դժգոհում է. ինչու վաճառված չեղավ այս յուղը, բայց Ավետարանը բացահայտում է նրա իրական սիրտը։ Արտաքին ճիշտ խոսքերը միշտ չէ, որ մաքուր սրտից են գալիս։ Այսօր էլ մարդիկ կարող են հոգևոր բառեր օգտագործել, ճիշտ երևալ, կրոնական տեսք ունենալ, բայց ներսում լինել ինքնահավան, կեղծ, շահամոլ։ Աստված նայում է ոչ միայն քո խոսքերին, այլև սրտիդ շարժառիթներին։ Մինչ մարդիկ դեռ չէին հասկանում, Մարիամը զգում էր, որ Հիսուս գնում է խաչի ճանապարհով։ Իրական սերը զգայուն է Աստծո սրտի հանդեպ։ Սովորիր ոչ միայն խոսել Աստծո հետ, այլ նաև լսել Նրան։ Մարդիկ գալիս էին ոչ միայն Հիսուսին տեսնելու, այլ նաև Ղազարոսին, որովհետև նա կենդանի վկայություն էր։ Փոխված կյանքը ամենահզոր քարոզն է։ Այսօր աշխարհը հոգնել է միայն խոսքերից։ Մարդիկ ուզում են տեսնել, արդյոք հավատքը իսկապես փոխում է մարդուն։ Թող քո կյանքը դառնա ապացույց, որ Քրիստոսը կենդանի է։ Այս հատվածը մեզ սովորեցնում է. բոլորը փնտրում են ինչ-որ բան, բայց իրական խաղաղությունը Քրիստոսի մեջ է։ Քրիստոսը փոխում է մարդու իրական վիճակը։ Հավատքը պետք է մտնի տուն եւ առօրյա։ Իրական սերը զոհողություն ունի։ Աստված տեսնում է սրտի շարժառիթները։ Փոխված կյանքը ամենահզոր վկայությունն է։ Սիրելի հավատավոր հետևորդներ, այս պատմության մեջ բոլորը նույն Հիսուսի առաջ էին, բայց մեկը երկրպագեց, մեկը դժգոհեց, մեկը հավատաց, մյուսը կարծրացավ։ Այսօր էլ նույն հարցն է կանգնած մեր առաջ։ Ինչպես ես դու արձագանքում Քրիստոսին։ Կլինես Մարիամի պես մարդ, որ տալիս է իր սիրտը, թե Հուդայի պես, որ արտաքուստ մոտ է, բայց ներսում հեռու։ Այսօր Հիսուսը ցանկանում է մտնել քո տունը, քո սիրտը, քո առօրյան։ Տուր նրան, մի տուր նրան միայն մնացորդները, տուր նրան քո լավագույնը։ Եվ երբ Քրիստոսը մտնում է մարդու կյանք, ամեն ինչ սկսվում է փոխվել։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ ուղարկել քո քրիստոնյա բարեկամներին ու ընկերներին, որպեսզի նրանց եւս հաղորդակից դարձնես Աստծո խոսքին։